ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության և World Vision բարեգործական կազմակերպության ֆինանսավորմամբ գործընկերություն և ուսուցում հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ իրականացվող առողջություն ընտանիքների համար ծրագրին մասնակցել է նաև Աքորու համայնքը։ Այսօր գյուղի դպրոցում աշակերտները ներկայացրին իրենց ստացած գիտելիքները առողջ ապրելակերպ թեմայով։ Այս պաչում կա, Ինչպես բոլոր համայնքներում, այստեղ ևս կան խնդիրներ, որոնց լուծմանը կարող են նպաստել նաև նմանատիպ միջոցառումները, նշում են աշակերտներն, ովքեր երրորդյա սեմինար պարապմունքներին մասնակցելով ստացել են համապատասխան գիտելիքներ։ Իմ կերպարը նա էր, որ ես սեռական ճանապարհով վարակվել եմ ձիահով, իսկ այս միջոցառումը ժողովրդին սովորեցնի ավելի զգույշ լինել, իսկ ես սովորեցի այս միջոցառումից սովորեցի ամենակարևորը, որ պետք է մարդ զգույշ լինել իր կյանքի ընթացքում, չօգտագործել թմրամիջոցներ, այլ մարդկանց հետ սեռական կապեր չունենալ։ Աքորու բնակիչ ռեժիսոր Արթուր Սիմոնյանի հեղինակային ներկայացումը մեր իրականության մեջ առկա արատավոր երևույթների, թմրամոլության, ալկոհոլի չարաշահման և ձիահով վարակվելու կործանարար հետևանքների մասին էր։ Ներկայացման մեջ Վախթանգը բացասական կերպար էր խաղում, թեպետ նա խոստովանում է, որ կյանքում ինքը բոլորովին այլ մարդ է։ Աշխատանք ճարեցիր։ Ոսկիներս արդեն ծախել ես։ Այս հարցաթերթիկներն են օգնում, ասենք, որ այդ մի աղձիարից զգուշ մնան երեխեքները բան, ասենք, հարավ, որ ամեն ինչի կզգուշանալ են։ Ռոզա Արաքելյանը բժշկուհու կերպար էր մարմնավորում, ասում է իրեն լավ էր զգում դերում, քանի որ իրեն էր վստահված հիվանդների ճակատագիրը, արդյունքում նա կարողացավ և թմրամոլ դարձած Վախթանգին և մյուս հերոսներին առողջացնել։ Լավ կլիներ, եթե կյանքում էլ բոլոր խնդիրները ներկայացման հանգուցալուծումն ունենային, ասում է արդեն 11-րդցի աշակերտուհին։ Վերջ, այս անգամ ես հաստատ գտնում եմ բժշկի օգնությանը։ Մեր համայնքում շատ քիչերը տեղյակ են այդ խնդիրների մասին, վատ սովորույթներ իրենց, թե ինչ կարող են հանգեցնել։ Ինձ թվում է, եթե նրանք գնային մեր միջոցառումը, երևի կթողնեն իրենց այդ վատ սովորությունները։ Միջոցառման անցկացմանը իր անմիջական աջակցությունն ու մասնակցությունն է ունեցել նաև դպրոցի տնօրեն Կիմիկ Պետրոսյանը։ Վերջինիս և բոլոր կազմակերպիչներին ու մասնակիցներին իր գոհունակությունը հայտնեց առողջություն ընտանիքների համար ծրագրի համակարգող Ռուզաննա Միրզոյանը և կարևորեց, որ առողջ ապրելակերպ թեմայով միջոցառումը անցկացվեց բուժաշխատողների միջազգային օրը։ Կրկնակի ակտուալ է այս մեր միջոցառումը, որը որ ապակենտրոնացնում է առողջական պահական բուժ հիմնարկից, առողջությունը դառնում է ավելի ակտուալ և տեսանելի և շոշափելի առողջական պրոբլեմները ցանկացածի համար։ Եվ դա է մեր խնդիրը, որովհետև ունենալով առողջ ընտանիք, մենք ունենք առողջ համայնք և ունենք առողջ պետություն։ Իսկ դրա երաշխիքներն են նորմալ փոխհարաբերությունները, հոգեբանական նորմալ մթնոլորտը և ընտանիքում, և համայնքում, և ամբողջ երկրում։ Եվ ես ողջունում եմ ձեզ բոլորին և ցանկանում եմ առաջին հերթին իհարկե առողջ ֆիզիկապես և հոգեպես մթնոլորտ։ Երկու երեխաների մայր Մարիետա Քալաշյանը մասնակցել է ծնողների համար անցկացված սեմինարին։ Կարծում է, որ անհրաժեշտ է երեխաներին համապատասխան տեղեկություններ տալ, որպեսզի նրանք այլ աղբյուրներում չփնտրեն այդ տեղեկությունները։ Պետք է երեխաները դեռ մանկուց ծանոթ լինեն և միավձիային,
հետ եւ ծխախոտի ազդեցության եւ խմիչքի ալկոհոլի ազդեցությանը, ինչքան որ շատ իրազեկված լինեն, այնքան հեռու կգտնվեն երեխաները նման փորձություններից։ Միջոցառումներ շատ լինի, շատ գովելի է, շատ շնորհակալություն բժշկուհուց, այսպիսի գեղեցիկ միջոցառումներ ձեզել, այսպիսի գեղեցիկ միջոցառում կազմակերպելու համար։ Մարդիկ տեղյակ չէին առողջ ապրելակերպին, ինչպես պահպանել, հիմա արդեն լրիվ տեղեկացվեցին ձեր շնորհիվ։ Միջոցառման մասնակիցները ներկաներին բաժանեցին համապատասխան գրքույկներ, որոնք կօգնեն բարձրացնել նրանց իրազեկվածության մակարդակը։ Արմանուշ Միազյան, Արմեն Հովսեփյան, լուրեր։